լավ են։ Գիքոր ջան, իմացի, հրես աղբրին ենք հասնել։ թվականին ջուր են խմել համբոյի հետ միասին, որ համբոն տարել է թիվիզմես, որ մարդ սարքի։ Ապրեք։ 1981, the film's creative team had chosen 7 different boys from all over the Republic for the role of Gikor. 1981 թվականներ ֆիլմի ստեղծագործական թիմը արդեն ընտրել էր 7 տարբեր տղաների ամբողջ հանրապետությունից Գիքորի դերի համար։ Խնդրում եմ պատմեք, թե ինչպես եղավ, որ հենց դուք ընտրվեցիք որպես Գիքորի դերակատար։ Մի քիչ երկար պատմություն է, գնանք այնտեղ նստենք, ամբողջ պատմենք, հա։ Այս բոլոր դերասաններն արդեն ունեին կինոյում իրենց հաստատուն տեղը, սակայն ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանից պահանջվում էր հայտնագործություն անել։ Գտնել մի փոքրիկ տղա, որը Գիքոր կխաղար։ Ընդ որում համոզիչ կլիներ թե իր արտաքին տվյալներով եւ թե խաղով։ Այնպիսի մի Գիքոր, որ կստիպեր կարծրացած հասարակությանը հոնգուր լաց լինել։ Իսկ դա իսկապես դժվար էր։ Եղավ մի պահ, որ թվում էր նույնիսկ անհնար։ Հետաքրքիր էր, որ երկար ժամանակ Գիքոր չէին գտնում։ Վայ, ինչ տխուր էր Սերգեյ Իսրայելյանը, չէր գտնում, ասում էր, ինչ եմ անելու, որտեղից ենք ճարելու մենք այդ Գիքորին։ Սկզբում աչքի անցկացրեցին հայ ֆիլմի մանկական կաստինգները, այնտեղ Գիքոր չկար։ Հետո սկսեցին փնտրել դպրոցներում, այնուհետև հայտարարություն տվեցին, եւ մի օր էլ հայ ֆիլմի ճանապարհին մեքենաների մի այնպիսի հերթ գոյացավ, որ Սերգեյ Իսրայելյանն ու Հերիկ Մալյանը հազիվ կարողացան հասնել մուտքին։ Դրանք հոգատար ծնողներն էին, որ բերել էին իրենց զավակներին մեծ էկրանին հանձնելու։ Լեցուն հերթ ամբողջ ճանապարհը Գիքորներով էր լցված։ 8000 երեխա են իրանք նայել, տարբեր դպրոցներ են գնացել, նույնիսկ այնպիսի մի դեպքերի, որ մի հատ ծնող վարորդ եկել էր եւ առաջարկել էր, ասել էր, այս իմ Վոլգա մեքենան, սա բանալիները դու կարող ես վերցնել, միայն իմ տղայիս նկարահանի, ուրեմն որպես Գիքոր։ Այնքան էին լցվում կինոստուդիայի բակում, որ օրերով մենք ման էին գալի Գիքոր։ Իսկ այն ժամանակվա պիոներ Գիքորները ուրախ աչքերով մամանեն է սիրուն հագցրին, գիտեք, կարծում են այդ քշահի երեխան։ Ես Մոսկվայում էի, եկա երկրորդ օրը գնացի կինոստուդիա, Սերիկը ասեց, որ երկու երեխա են կընտրել, ցույց տվեցին ինձ, լավ երեխաներ էին շատ, բայց ես տեսա, որ սրանք ասֆալտի վրա մեծացած քաղաքացի տղաներ են, չէ, ասի Սերիկ, չի լինի, շատ հուզվեց, ասեց, գիտես, քանի 100 մարդ դիմել են, քանի 100 մարդ նայել ենք, լսել ենք, մեկնումեկին այս երկուսից ընտրի, ասի չէ։
Այսպիսով Հենրիկ Մալյանը, Սերգեյ Իսրայելյանն ու Սոս Սարգսյանը ուղևորվում են Հովհաննես Թումանյանի ծննդավայրը՝ Դսեղ։ Գնացինք Վանաձոր, գնացինք Ալավերդե եւ այլ, պես գիլորում, ասացի պետք է անպատճառ լորեցի լինի, անպատճառ, բացառում որ չլինի, ինչպես նաեւ ես լորեցի։ Տասնյակ տարիներ էին անցել այն օրից, երբ մեծն լորեցին այս սարերի ու անտառների մեջ մի օր հանդիպել էր իր Գիքորին։ Ժամանակն անցել էր անվերադարձ, գետը հոսել էր ու բարակել, ծառերը ծերացել էին ու մահացել, ամպերը սահել էին ու ընդմիշտ հեռացել։ Սակայն Գիքորն իր տեղում էր կարծես նույն միս ու արյունից, աչքերի մեջ իր նախորդի կրած թախիծը։ Նա իր ողջ էությամբ ցույց էր տալիս, որ ոչինչ անհետ չի կորչում այս աշխարհից։ Միայն թե այս Գիքորի անունն Ալբերտ էր, ու նա իր տարիքի տղաների հետ ֆուտբոլ էր խաղում դաշտում։ Ասեցին ով է Գիքոր պատմվածքը կարդացել, դե ժամանակ 4 դասարան էի ես ու 4 դասարանում անցնում են Գիքոր պատմվածքը ու ասացի որ ես, հա։ Հենրիկ ասեց, տղա ջան, մոտ եկավ, ասեց, թե որ դասարանումն ես սովորում։ Ասեց, մեր դասարանումն եմ սովորում, որ դասարանումն եմ սովորում։ Ասի, ես ասերիկ, այսա Գիքորն է իսկական։ Ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմն էր ապշած, այնքան, որ այս տղան նման էր այն կերպարին, որ իրենք իրենց մեջ էին կերտել ու պատկերացրել։ Ես այդ տղային տեսա, շատ սիրեցի, շատ անուշ համակրելի տղա էր։ Երբ առաջին անգամ ես տեսա Գիքորի դերակատարին, դուք չեք պատկերացնում ինչ բան էր։ Այդ տղան ինձ գեղեցիկ աչքերով ինձ նայեց, ոնց որ թե Գիքորը ինձ կնայեր։ Շատ աչքերի մեջ անկեղծություն կար, մաքրություն, այն Գիքորը, որ չի տեսել քաղաքը, հանրակարգը։ Ես Գիքորին տեսա, ոչ եմ ասում, ինձ թվաց, ես ուրիշ ձև չեմ էլ պատկերացրել, ուրիշ կերպ չեմ էլ պատկերացրել Գիքորին։ Զարմանալիորեն նույնիսկ պատմությունն էր կրկնվում։ Միայն թե այս անգամ տղայի քաղաք գնալուն դեմ էր ոչ թե մայրը, այլ Պապիկս հիմա կենթանի չէ, նա ասեր, որ ես քյոր փայրեխին ուր եք տանում այդ աշխարհագծը, մեկ տանի, չէր թողում էլի։ Վերջը հայրիկից բանի շնորհիվ թողեցին։ Սոսին տելի տելևիզորով մանով Հենրիկ Մալյանի նույնը Սերգեյ Իսրայելյանին ու հասկացա որ կինոյի աշխատող մարդիկ են եկել ես էլ իմ համաձայնությունը տվի որ երեխին ոնց կասեք ձեր տրամադրության տակ է իրանք ինձ հետ պայմանավորվեցին որ երեխի մա տրխաթելով տրեխներ չուխաներ գործիլ կտաս մի հատ էլ ինձ համար Սոս Սարգսյանն էլ այդ ձևի ինձ ասավ ասի մեծ սիրով ընկեր Սարգսյան ու ցեցել մի հատ գլխարկ չոբանների են հովիվների գլխարկ ոչխարի մորթուց Ալբերտի համար ջոկ Սոս Սարգսյանի համար ջոկ կարիլ եմ տվել այդ չուխաները այդ փապաղը հովիվի որ դնում են այդ փապաղներից Ալբերտի հայրը այս ամենը նախապատրաստեց, պայմանավորված օրը տղային դրեց մեքենան ու տարավ քաղաք, որպեսզի դերասան դառնա ժապավենի սևն ու սպիտակը տարբերի։ Կինոստուդիա հասնելուց առաջ հայրը Ալբերտին հագցրեց Գիքորի շորերը, սակայն այնտեղ նրանց անակնկալ էր սպասվում։ Գնացինք Տեհան մի 6 երեխա խաղ են անում Գիքորի բանով, հագուստով, էլի տրեխներով, փափաղով, հովիվի 7 հատ Գիքոր էին ընտրել, որից 7-րդը ես էի։ Հենց այդ 7-րդն էլ խաղաց Գիքորի դերը։ Բացի տրեխներից ու փափախներից, Սոսին անհրաժեշտ էր նաև մի հին չուխա։ Ֆիլմի նկարիչը ծանր խնդրի առջև էր։ Նոր չուխաներ կարել, մենք չունենք տենց վարպետներ։ Իսկ կինոստուդիայում Փառք Աստծո, որ թվականից չուխաներ կախված, որ իսկական օրիգինալ չուխաներ, որ ասենք շորշորի ժամանակ շորն ու շորշորը բանի մեքսիկական դիպլոմատներ, այդ ֆիլմերից մնացած հագուստներ։
նույնիսկ Պեպոյից։ Գրետա Նալչաջյանը որոշեց ռևիզիա ենթարկել հայ ֆիլմի զգեստապահարանը։ Կանգնեցի, նայեցի ու մեկի վրա ոնց որ ինքը զգեստը ինձ հուշեր, որ սա շատ հարմար է։ Զգեստապահարանի աշխատակիցը հայ ֆիլմում էր Համոբեկ Նազարյանի ժամանակներից ի վեր։ Մեկ էլ է պարտնյաժնի լովար։ Ասեց Գրետա գիտես ում զգեստն ասա, ասեց չեմ իմանում, որևէ մեկի դերասան, ասեց Հրաչյա Ներսիսյանը սա հակել է Գիգորի ժամանակ։ Դուք պատկերացրեք, հիմա ես ասում եմ ու շաքահում եմ։ Ահա սա է այն լեգենդար Չուխան, որին զարմանալի ճակատագիր է վիճակվել։ 2 անգամ նկարահանվել ըստ էության միևնույն ֆիլմում։ Զարմանալիորեն Հրաչյա Ներսիսյանի ու Սոս Սարգսյանի չափսերն էլ էին գրեթե նույնը։ Գիգորը գտնվեց հենց Դսեղում։ Չուխան հենց Համբոյինն էր, աշխարհում ոչ մի զուգադիպություն պատահական չի լինում։ Ուրեմն պետք էր, որ այս ֆիլմը երկրորդ անգամ նկարվի։ Նկարահանումների երկրորդ փուլը Թբիլիսիում էր կատարվելու։ Ողջ ստեղծագործական խումբը մի քանի բեռնատար մեքենայի վրա բարձելով ֆիլմի ռեկվիզիտները 2 ամսով մեկնեց Թբիլիսի։ Թբիլիսիում այսօր էլ պահպանվել են մեծ ծանոթային շենքերը, պատուհաններն ու պատշգամբները, որ նկարահանվել են հայկական ֆիլմերում։ Փոքրիկ Ալբերտն իրեն այլ մոլորակում էր զգում։ Երեխան իսկապես առաջի անգամ էր ամեն ինչ տեսնում։ Եվ մի օր էլ հենց այն էպիզոդից առաջ, երբ Գիգորը Համբոյի հետ խամաճիկների ներկայացումը դիտելիս պետք է մոլորվեր ամբոխի մեջ, Ալբերտն իսկապես կորավ։ Իմ թայդաշ երեխանց հետ գնացել էինք մանգալու հետ հավլաբարում, իսկ Սերգեյ Իսրայելյանն էլ ընկածին ինձ մանգալի սուրա, այս որտեղ է։ Նկարահանող խումբը ողջ օրը տղային փնտրեց եւ միայն երեկոյան Ալբերտը հայտնվեց։ Սերիկ Իսրայելյանի կատաղությանը չափ չկար։ Սկսեց բարկանալը Իսրայելյանը, բայց Հենրիկ Մալյանն եկավ իր թևի տակ քաշեց ու Իսրայելյանին հանգստացրուց ասա չգոռաս երեխի վրա։ Այն ժամանակ այս բոլոր մեծությունները Ալբերտի համար պարզապես տարիքով մարդիկ էին։ 10 տարեկան երեխան մի հետելա չի հասկանալ խոսքի Սոս Սարգսյանի կամ Արմեն Ջիգարխանյանի հետ աշխատել ինչ նշանակում։ Այդ նույն ջղային այդ բան բազազարտեմը բանից կադրից դուրս մի ուրիշ մարդ էր։ Դու աղջիկ հոտոտ, ես քեզ ասում եմ գնա աղջիկ պարոնին ասա։ Դու գալիս ես ղոնաղներին ես ասում թե բալը թանկ է, հա։ Ջիգարխանյանը չէր խփում, ասում էր ես քյորփա երեխին ոնց խփեմ։ Այդ ապտակի տեսանը մենք բոլորս ներկա էինք, չեք պատկերացնի ինչ կատարվեց։ Արմենը նախ ասում էր ես չեմ կարող ապտակել։ Բայց որ ապտակեց, մենք բոլորս ցենց զարմացած, այս երեխան սկսեց, հետո սկսեց լացնել այսպես։ Ինքան զուլալ մակուր աչքեր ուներ։ Այդ օրը փոքրիկ Ալբերտի ատամը ցավում էր։ Տղան առանց այդ էլ տխուր էր, բայց Սերգեյ Իսրայելյանը խնդրեց, որ ինքը համոզի Ջիգարխանյանին ապտակել։ Գնացի Ջիգարխանյանի մոտ, ասին կեր Ջիգարխանյան, խփի, եղացի մարդ ենք կդիմանանք, ոչ մի բան էլ չկա։ Ես խնդրել եմ Գեր Ջիգարխանյան ասել եմ իմ երեխենա, ես թույլ եմ տալի։ Գյուղացի մարդը խոնար մարդ է։ Ու իմաստուն մարդ է։ Աննախանց մարդ է։ Ջիգարխանյանը վերջապես համաձայնվեց ու հարվածեց։ Եվ այնքան ուժեղ, որ երեխան թռավ ու գլուխը խփեց սեղանին։ Հարվածն էլ հենց ցավացող ատամին էր հասել։ Տղան, որ քիչ առաջ խնդրում էր հարվածել իրեն, սուսիկ-փուսիկ քաշվեց մի անկյուն ու սկսեց լուր լաց լինել։ Ինքը չէր սպասում, որ Արմենը այդպես կհարվածի իրեն։ Խփեց, դա բարեբախտաբար առաջ փորձից լավ ստացվեց, երկրորդ անգամ չփորձեց։ Ջիգարխանյանը չգիտեր ինչպես շահի տղայի սիրտը։ Պարզեց, որ երեխան աշխարհում ամենից շատ ֆուտբոլ է սիրում։ Գնաց գնդակ մեկ էլ համազգեց նվեր, վերուց ինձ նվեր տվեց։ Սակայն ամենաողբերգականն անշուշտ հիվանդանոցի տեսարանն։ Գիգոր ջան, այդ ինչ ես ելել։ Գիգոր ջան, եկել եմ է։ Գիգոր ջան, քու ապին եմ է։ Իսկ երեխան զարմանալի համոզիչ խաղաց մեռնող Գիգորի դերը։ Բոլորն ապշած էին։ Հենրիկ Մալյանը
ինձ մի հատ համբյուրեցում, մի հատ մեծ կարմիր խնձոր նվեր տվուց, էդ էլ ապացույց, որ լավ խաղացիր։ Քիչ թե շատ սիրտ ունեցող մարդն անկարող է զսպել արդյունքները ֆիլմի վերջին կադրերը դիտելիս։ Ողբերգական պատմությանը գումարվում է Տիգրան Մանսուրյանի «Չքնաղ երաժշտությունը»։ Երբ որ Գիգորի հայրը վերադառնում էր, այդ երեխայի քրոջ ձայնը գար, չէ՞ այնտեղ օդի մեջ հնչում է։ Դրա չափ երաշուն պետք էր, ավել չէ։ Եվ այդ կոնտեքստի մեջ թաղում ու թաղման մեղեդի դրանից ավելի կոնցենտրացված, խտացված ողբերգական վիճակ անհնար է պատկերացնել։ Այդ մեղեդին ես տարել եմ երկար հիշողությանս մեջ։ Երբ որ Գիգորի առաջարկությունը եղավ, ես ասացի, այդ մեղեդին լինելու է իմ չափանիշը։ Այն, որով մարդ էին թաղում։ Ձյուների, քիչ մարդկանցով, տխուր, սովը հետը, ցուրտը հետը, այ մարդա ինչ սարսափելի բաներ։ Կինոդահլիճներում ցուցադրությունների ժամանակ մարդիկ անկախ տարիքից ու սեռից համատարած լաց էին լինում։ Դա ապացույց էր, որ այս ֆիլմը եւս հասել է իր հասցեատիրոջը՝ մարդկանց սրտերին, իսկ դա ամենակարևորն է։ Երբ ֆիլմը խոսում է մարդկանց հոգու հետ, գեղարվեստական արժանինքներն արդեն չեն քննարկվում։